Հոկտեմբերի 26-ին ողբերգական ավտովթարը խլեց երգչուհի Մաշ Իսրայելյանի երիտասարդ քույրիկի կյանքը։ Երգչուհին այդ օրվանից տևական ժամանակ լռություն էր պահպանում, իսկ երկրպագուներն էլ փորձում էին քաջալերել սիրելի երգչուհուն։ Կորստից հետո Մաշը գրառում էր արել, հայտնելով, որ փորձում է վերադառնալ իր աշխատանքին ու բնականոն կյանքին։ Գնահատեք կյանքի ամեն մի րոպեն, որն Աստված շնորհել է ձեզ ապրել, քանզի րոպե անց կյանքը կարող է տհաճ անակնկալներ մատուցել, որին երբեք էլ պատրաստ չես լինելու ընդառաջ գնալ։ Սիրտդ ու միտքդ հրաժարվելու են ընդունել իրականությունը։ Ուրեմն գտեք ձեր կյանքում գոնե մեկ լուսավոր կետ և ապրեք նրանով, ու թեպետ դժվարությամբ, բայց պետք է փորձել ապրել։ Աստված պահապան բոլորիս ընտանիքներին, գրել էր Մաշը հրապարակելով իր դստեր հետ լուսանկար։ Արդեն 3 Մաշ Իսրայելյանը նոր լուսանկար էր հրապարակել իր մյուս քույրիկի հետ։ Լուսանկարից երևում է, որ Աննան ու Մաշը բավականին նման են միմյանց և ունեն բավական ջերմ հարաբերություններ։ Իսկ մենք հավելենք նաև, որ այս ողբերգական ավտովթարի մասին առաջին հոդվածը տեղադրել էր Shamshan.com-ը։ Հենց դեպքի վայրից հրապարակելով լուսանկարներ, հոդվածն այսպիսինն էր. Այսօր հոկտեմբերի 26-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 3:45-ի սահմաններում Երևանի բնակիչ 24-ամյա Էլեն Իսրայելյանը BMW մակնիշի ավտոմեքենայով Մազմանյան փողոցի շրջանաձև ժողովրդին հայտնի 15 կվարտալի խաչմերուկի մոտ բախվել է բազալտե եզրաքարին, անցել շրջանաձև հատվածի կանաչ զանգվածի վրայով, բախվել երկաթե էլեկտրասյանը և հայտնվել երթևեկելի գոտում։ Եվ ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Էլեն Իսրայելյանն ու Երևանի բնակիչ 37-ամյա Արսեն Խաչատրյանը, որոնցից Էլեն Իսրայելյանը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել են Արմենիա բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 7-րդ հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները և Երևանի 103 շտապ օգնության բժիշկների հերթապահ խումբը։ Վիրավորներից Էլեն Իսրայելյանին օպերատիվորեն ժամանած Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկներ Արթուր Հակոբյանը, Գոհար Պետրոսյանը ու Լևոն Սադաֆյանը հայտնաբերել են մետաղե ջարդոնի վերածված ավտոմեքենայից դուրս անգիտակից վիճակում, ապա պատգարակով քաղաքացիների և բժիշկների օգնությամբ նրան մոտեցրել են շտապ օգնության ավտոմեքենային։ Դեպքի վայր է ժամանել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության տնօրենի տեղակալ գնդապետ Եգոր Կարապետյանը։ Օպերատիվորեն ժամանել են նաև Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները, գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի և վաշտի հրամանատար Գեղամ Եփրեմյանի գլխավորությամբ։ Հրշեջ փրկարարները այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենան և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ։ Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Մաշտոցի բաժնի պետ Կարեն Բունյացյանն ու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գևորգ Պողոսյանը։ Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Հանրապետության Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը բաժնի պետ Գոռ Ալոյանի, բաժնի պետի տեղակալներ Արթուր Ադամյանի, Գրիգոր Ավետիսյանի և ավագ քննիչ Հրայր Ստեփանյանի գլխավորությամբ։ Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։ Հավելենք նաև, որ չնայած շատ ակտիվ գործունեությանը, երգչուհի Մաշ Իսրայելյանը շատ հարցազրույցների չի մասնակցել և երբեք չի պատմել իր ընտանիքի կամ էլ քույրիկի Էլեն Իսրայելյանի մասին։ Նրանց սոցիալական էջերում էլ համատեղ լուսանկարներ չկան։ Հարկ է նշել նաև, որ Մաշն իր ինստագրամյան էջում շատ ակտիվ է և հաճախ է ամուսնու պրոդյուսեր Գարիկ Սաֆարյանի հետ համատեղ տարբեր լուսանկարներ հրապարակում։ Իսկ այժմ առաջնեկի փոքրիկ Աննայի ծնունդից հետո Մաշը ամենօրյա ռեժիմով ցույց է տալիս դստեր հետ անցկացրած օրերն ու ընտանիքի ժամանցը։
Գարիկի եւ Մաշի գեղեցկուհի դուստրը շատ սիրված է հանրության կողմից եւ իր կապույտ աչուկներով գրավել է Մաշի երկրպագուների սրտերը եւ նրա մասնակցությամբ ցանկացած լուսանկար կամ էլ տեսանյութ շատ արագ տարածվում է համացանցում ու շատ հավանումների արժանանում։ Նշենք, որ երգչուհին շաբաթներ առաջ էլ մասնակցել էր Արմլուրի հաղորդմանը, որի ընթացքում անկեղծացել էր ու խոսել մի շարք թեմաների մասին։ Երգչուհին նախ պատմեց, թե ինչպես է իր օրը սկսում։ Նա ասաց հետևյալը. «Սկսում եմ միանշանակ Աննայի ժպիտով, դա է ինձ երջանկացնում, արթնանում եմ, սուրճ եմ ըմպում, զբոսանքի եմ տանում աղջկաս, վերադառնում եմ տուն, նա տունն ամբողջովին թափում է, ես էլ հավաքում եմ, հետո պատրաստվում եմ ու գնում եմ իմ գործերին, քանի որ ես մենակ եմ, ամեն ինչ անում եմ, որ ոչ աշխատանքս տուժի եւ ոչ էլ ընտանիքս, ինձ համար սակայն առաջին տեղում ընտանիքս է», անկեղծացել էր Մաշ Իսրայելյանը։ Հավելենք նաև, որ երգչուհու ամուսինը զբաղվում է նաև իր պրոդյուսինգով։ Մաշը խոսեց այն մասին, թե ինչպես են երկուսով համատեղում աշխատանքը, ընտանիքը եւ լեզու գտնում գործնական առումով։ Շատ հաճելի, շատ հեշտ, ես գոհ եմ։ Հիմնականում հեշտ ենք ընդհանուր հայտարարի գալիս։ Դե բնականաբար լինում են ինչ-որ տարաձայնություններ, լինում է ինչ-որ բան իմ սրտով չի լինում, լինում է իր սրտով չի լինում, բայց իրար հետ խոսում ենք եւ իրար լեզու հասկանում։ Մեր երաժշտական ճաշակները չեմ կարող ասել, որ նման են։ Ոչ, տարբերվում են։ Երաժշտությունը ես եմ միանշանակ։ Ինչը կապված է երաժշտության հետ, դա իմն է։ Ինքը չի խառնվում այդ հարցերին։ Մնացած հարցերով արդեն նոր ինքն է զբաղվում։ Նշել էր Մաշը։ Հավելենք նաև, որ շաբաթներ առաջ երգչուհին հանրության դատին է հանձնել հնդկական մշակույթի մասին երգ։ Տեսահոլովակի մասին հնչել են նաև վատ կարծիքներ։ Այս մասին եւս հարցազրույցի ժամանակ խոսեց երգչուհին։ Ինձ թվում է, լինեի ես, թե մեկ ուրիշը քննադատողը քննադատելու էր։ Եվ ինչ էլ որ ասեմ, մեկ է, քննադատելու են։ Ես ինչքան էլ որ հատուկ չեմ կարդում, որպեսզի չնեղվեմ, ասեմ, թե ինչու նեղվել բառը օգտագործեցի։ Գիտեք, հեռուստատեսությունից այն կողմ չի երևում, թե մենք այդ աշխատանքը ոնց ենք կատարում եւ ինչ ջանք ու եռանդ ենք դնում այդ ամենի մեջ։ Տեսահոլովակները, որ ստեղծվում են, այդ ժամանակը, որ մենք տրամադրում ենք եւ ներկայացնում հանրությանը եւ սպասում ենք, որ պետք է այսպես ասած ոգեշնչում ստանանք, լավ խոսքեր ստանանք, բայց երբ թեկուզ մեկ վատ մեկնաբանություն ենք տեսնում, հաստատ բոլորս էլ մեր մեջ նեղվում ենք։ Դա տհաճ երևույթ է, երբ դու այդքան մեծ աշխատանք ես կատարել։ Ես ունեմ տեսահոլովակ, Մոսկվայում նկարահանել ենք ամենացուրտ եղանակին։ Պատկերացրեք, ես չէի զգում իմ մատները եւ մտքիս մեջ ասում էի. Աստված ջան, խնդրում եմ, թող շուտ ավարտվի։ Ես էլ չէի դիմանում։ Արդեն արցունքներս գնում էին։ Շատ ծանր էր տեսահոլովակը, բայց երբ նայում ես մի շնչի, կյանքում իրենց մտքով չի անցնի, որ այդպես է անցել նկարահանումները։ Ինձ թվում է, պետք է, եթե չես էլ սիրում ընդամենը անցնել առաջ։ Ես ունեմ իմ լսարանը, այսպես թե այնպես ինձ սիրում են։ Վատ մեկնաբանություններին ադեկվատ են վերաբերվում, թեկուզ եթե վատ մեկնաբանություն լինի, թող լինի ադեկվատ, ոչ թե վիրավորանք պարունակի։ Իր վերջին հարցազրույցի ժամանակ նշել էր Մաշ Իսրայելյանը.